Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին։ Եկեք stage, stand up and jazz։ Jazz-ը միքսել ենք։ Ալա սպասեք հələ յա։ Stop։ Jazz-ը միքսել ենք stand up-ի հետ։ Մեզ լավ բան ա ստացվել ժողովուրդ ջան։ Տոմսերը տիկետ միկետ ում ավաճառվում։ Սենց տեղ նկարվելու միակ խնդիրը մլակներն են, որ հասնում ուտում են միանգամից։ Բարև ձեզ սիրելիներս, խնդրում եմ գրանցվեք ալիքիս, լայք դրեք եւ Patreon-ում կարող եք ինձ աջակցել, այսպես։ Նախ եկա այսպիսի էկզոտիկ տեղ, որպեսզի ներկայացմանս համար մի ռեկլամ նկարեմ։ Չգիտեմ, այս նյութի մեջ կտեղադրեմ թե չէ, երևի արդեն կտեղադրեմ, բայց այդ էր պատճառը, համ էլ զզվեցի քաղաքից ասիգան բնություն։ Մի զզվելի նյութ տեսա բանում Facebook-ում, հետո Telegram-ում չնայեցի շարունակություն, չնայած ասում եմ մտեք Telegram որ տեսնեք, չգիտեմ, չէ՞ թե քահանա էր, սրբազան էր, ինչ էր։ Այդ խեշ մարդուն սեքս անելուց նկարել են։ Գիտեք, ես հիմա չեմ խոսա բնականաբար քահանաների բարոյականությունից, բան, դա սրտից խոսակցություն է, բոլոր քահանաներ մարդ են, վաղուց արդեն այդ հիմարությունները սա այդ չէ՞ տենց կուսակրոն, մուսակրոն բանից չի հետաքրել երբեք, դա հակաբնական մի երևույթ է, ուրեմն ես իսկ բնությունը դա ինձ համար Աստված է, այսպես ասած, եւ եթե մարդ բնության դեմ է գնում, ուրեմն ինչ որ բան են չի իր հետ, քանի 21-րդ դարում։ Իմ կարծիքն է, կարող եք չհամաձայնվել իհարկե հետս։ Ես հիմա բարոյախոսություն չեմ կարդում այդ մարդու նկատմամբ, քերու կնկաներ հետեր թե չգիտեմ թե ում հետեր կարևոր չի։ Ես ուղղակի զարմանում եմ մեր ընդհանուր այդ ոչ թե կրոնական անբարոյականության վրա, որը որ շատ կասկածելի է ինձ համար, այլ մարդկային անբարոյականության վրա, ոնց կարելի է մտնել իրար տեղաշոր, ոնց կարելի է մտնել իրար հեռախոսի մեջ, ոնց կարելի է կամերաների մեջ մտնել, հետո դա հրապարակել, եւ գիտեք ինչ, մեծ մասը, ասենք, այդ կոմենտների նայում ես, որ կրոնական տեսակետից են քննադատում, էլի, որ այդ մարդը կուսակրոն է, բայց սեքս է արել բանման, մեկը չեղավ ասի արա թքեմ երեսներիդ, մտել եք մարդու տեղաշոր, մարդուն նկարում եք, գցում եք համացանց, ինձ թվում է մեր ամբողջ երկիրը դարել է դեղին մամուլ։ Ասենք դեղին մամուլը այնա, որ տենց ինչ-որ մի քանի հատ մամուլ կա, մի քանի հատ մամուլ ասեցիք մի հատ այն դու դիշեցի, որ ասում է ձեր ասում Հայաստանի մամուլը ազատ է, ասում հա, ասում որ պապուլը տանը չի, մամուլը ազատ է։ Հիմա մեր մամուլն էլ պապուլն էլ ահա որ ազատ են։ Ու ով ասես ինչ չի անում, էլի։ Առաջ կար դեղին մամուլ ու մի երկու ասենք տենց ժուրնալ կար, բան կար, որտեղ որ կարա նմանատիպ բաներ գտնեիր։ Հիմա սաղ են այդ։ Հիմա բոլորը այդ Facebook-ի եւ սոցիալական ցանցերի շնորհիվ տարածում են այդ, աղում են այդ միսը, ուսուտում են հիմա։ Ու գիտեք ինչն է, սարսափելի անուններ չեմ տա հիմա, մեր դերասաններից էլ կան մի երկու մարդ, որը տենք սլիվ են եղել, ասեն գնացել են, Լևի են գնացել, թե եսիմ ինչ արել, իրանց նկարել են, հետո սլիվ են արել։ Եվ այն մարդիկ, ովքեր որ քննադատում են, սաղուր օրգիաների մեջ են, էլի։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են, չի էլ մչում, ընտանիք ունի ինքը, բան, բայց ինքը անենց բաներ անում, դե ես գիտեմ մեջից եմ, էլի, որ ասենք ավելի զզվելի բան, ասենք չգիտեմ, էլի, ասենք բան, անասնամոլ են, էլի, այդ դրանք ընդհանրապես մարդ չէ, որովհետև մարդ մի անգամից տես քննադատում է նրան, որը որ ասենք Իրանա կպնում, ինքը վախենում է ոնց որ պաշտպանական ռեֆլեքս լինի, էլի, հիմա այդ սրբազանն է ինչ է այդ տղուն, սա քննադատում են, բան, բայց դե իրենք ավելի բեթար են իրենց ֆանտազիաների մեջ, իրենց կեղտոտ ցանկությունների մեջ, իրենց կեղտոտ կյանքով, հա։ Ես մտահոգված եմ այդ թեմայով, ոչ թե որ եկեղեցին սենց կամ նր, ասենք ինչ ուզում են թող անեն, ես եկեղեցու շահառու չեմ, ինձ հետաքրքիր չի։
իրենք իրենց բարակայությունը, իրենք իրենց աստվածային գործերը, այսպես ասած, հա, բայց այդ որ տենց մտնում են կամերաների մեջ, եւ գիտեք, ինձ թվում է, որ այդ կամերաների մեջ կարող է մտնել միայն ԱԱՑ-ն, որովհետև դա ինտերնետի հետ է կապված, դա հատուկ ստրուկտուրաները կարա միայն մտնեն տենց բան անեն, նայեն եւ վեր հանեն, էլի ոնց որ վեր ծանեն։ Եվ շատ վատ է, որ այդ հատուկ այդ ծառայությունները հետո սլիվ են անում այդ ամեն ինչը, որովհետև կա ինչ-որ գաղտնի, կա բան, հա, կա ինչ-որ տենց պրոֆեսիոնալ պարկեշտություն, էլի, ասենք, ինչի համար են դա անում, որովհետև օրինակ ես չեմ կարող մտնեմ հարևանիս կամերան նայեմ։ Ես պիտի լինեմ երևի թե այդ հատուկ այդ մասնագետը, էլի, իսկ այդ մասնագետը վատ է, որ հիմա այդ բոլոր ծառայությունները, հմտությունները ով ասես կարող է, այսպես ասած, տիրապետել, հա, եւ ինչ ասես կարող է անել։ Իսկ անսխալական մարդ չկա, յուրաքանչյուրն էլ կարելի է տարբեր պոզաներով, տեղերում, մարդկանց հետ, սիտուացիաներում նկարել եւ հետո մարդուն շանտաժ անել։ Շատ վատ է, իհարկե, ուզում եմ ցանկություն հայտնեմ, ընդամենը կոչ անել չեմ կարող, դրա իրավունքը չունեմ։ Ինչ վերաբերվում է Գարեգին կաթողիկոսին եւ իր այդ էլիտային, հա, բանի, եկեղեցական։ Ձեզ փչացնելով, ձեզ որ փչացնում են հիմա, փչացնում են եկեղեցին եւ պետք չի հիմա այտենց իլյուզիաների մեջ ընկնել ասել ոչ մենք ընդամենը ինչ որ քահանաների ենք փչացնում ընդամենը կաթողիկոսին եւ իր շրջապատը, բայց եկեղեցին, բան եկեղեցին են իրանք են ժողովուրդ, իրանք եկեղեցին են, մի այտենց իլյուզիաներ ունեցեք, հա, դպրոցի շենք ուղղակի դպրոցի շենք է, չէ, բայց դպրոցը այդ մեջի ուսմասվարն է, դիրեկտորն է, երեխեքն են որ գնում են այդ դպրոց, բան, չէ, ասենք։ Եկեղեցին պատերը չեն, եկեղեցին են մարդիկ են, ովքեր որ եկեղեցու ծառայում են։ Հիմա իրանց մեջ կան, ասենք, ուղակի հավատացյալներ, որոնք որ պարկեշ մարդիկ են գնում են, իրանց մոմը վառում են, ծնունկ, կնունկ, հարսանիքը անում են, իսկ կան նաև էլիտա, որը որ փչացած է։ Ու հիմա այդ փչացածությունը վերհանելը անիմաստ բան է, եթե նույն բան ասենք Վատիկանում կարելի անել, նույն բանը կարելի է ուրիշ եկեղեցիներում անել։ Իրանք բոլորն էլ տենց են, էլիտան միշտ պոռնիկ է եղել, դարեր շարունակ, պեդոֆիլիայից բռնած, վերջացրած, չգիտեմ, անասնամոլությունից, ինչ ասես եկել է եկեղեցու էլիտայից ժողովուրդ։ Եվ դա միայն մեր եկեղեցին ամենապարկեշտն է, ես ասեմ։ Ըստ համեմատության ամենապարկեշտն է, որտեղ առաջ կար, ասենք, ինկվիզիցիա, մենք ինկվիզիցիա չունեինք։ Հազար ու մի սկանդալներ կա կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ, հա, մանկապղծության, չգիտեմ, արվամոլության ու եսի մնչի, հա, այս արվամոլը սխալ է ասել, երևի թե միասեռականությամբ պիտի ասենք, հա, հազար ու մի բան կա, մերոնք սուրբ են ժողովուրդ, ես ես լուրջ եմ ասում, մեր եկեղեցին սուրբ է, իսկապես սուրբ է, եթե սկսում ես համեմատել սուրբ է։ Եվ այդ քաքը հանել դուս անիմաստ է, ինձ թվում է անիմաստ է, որովհետև ասենք, ես համոզված եմ 90%-ը տենց են, որովհետև մարդ են արա, նորմալ մարդ են, կուսակրոնությունը որ դուք հիվանդ չեք արա, ոչ մի տղամարդ չի կարա կուսակրոն լինի։ Հա կարող է պատահի տենց, չգիտեմ, միջնադարում, երբ որ սեքսուալ էներգիան կարողանում են ինչ-որ մի պրակտիկաների շնորհիվ սուբլիմացիա անեն, հազար ու մի այդպիսի բան կա, գիտություն կա, բան կա, դա լուրջ բան է, ասենք, մեր ասենք այս հասարակ ուռոդները չեն կարող դա անեն, դա ասենք դա պարզ է, դա շատ լուրջ է։ Բնականաբար Տիբետում կա այդ բաները, ուսմունքները, հա, ոնց անել որ չգիտեմ, պահել այդ էներգիան, բան, Աստծո հետ հաղորդակցվել, բան։ Բայց դրանց նայենք, դրանք այդ մարդն են, իհարկե ոչ։ Աշխարհիկ մարդիկ են, մեզ նման։ Ինձ էլ որ կնիկ չտաս, ասես պետք է չփսակվես, բան, ես է կփչանամ, կդառնամ անասուն, իրանց նման։
Ну երևի էլի բողոք ես երբեք այդպիսի բաների մեջ ինձ սահմանափակումների մեջ չեմ դրել ոչ մի հարցում շատ վատ process է գնում իրական շատ վատ տեղ է տանելու դա հույս ունենալ որ եկեղեցին մեջից պիտի մաքրվի բանը դե լսա ռոմանտիզմ է այդ ամեն ինչը ոչ իման մեջից չի մաքրվի Ես չգիտեմ դա ոնց ստոպ տալ, բայց դե իշխանությունը հիմա անկել է դրանց հետևից ու քանի գնում բացում այդ կեղտոտ շորերի մեջ բան անում, է ժողովուրդ ջան, իշխանության մեջ էլ կլինեն մարդիկ, կլինեն իրանց կանայք, կլինեն իրանց երեխեքը, իրանք էլ ընդերից կսկսեն բացել ու կսկսվի ու քաքը քլի ջրի երես Եվ տենց գիտեք շատ ամոթ բան է իրականում դա, որովհետև տեսեք, եթե ես իմ վրա օրինակ բերեմ, որ իմ սիրելի հետևորդը չնեղանա եւ խնդրում եմ հիմա լայք դրեք եւ որ տարածվի նյութը սա մի քիչ կարևոր բան է էլի պատկերացնենք որ եթե իմ ընտանիքի անդամը մեկ այլասերված է հա աղջիկս ասենք չգիտեմ լրբություն է անում փողով ասենք սեքս անում բան եւ այլն ես որպես ընտանիքի հայր չեմ ուզի սաղին պահպեն դրա մասին Հասկանում եք, չեմ հելնի ասեմ, ահա տեսեք, աղջիկս գնաց, այս արեց, այն արեց, չէ, որովհետև ես կամաչեմ։ Գետինը կմտնեմ, որ ես վատ հայր եմ եղել, որ ինքը տենց է եղել, որ երեխես տենց ծերից գնացել է, կամ կնիկս, կամ տղես, կամ բան ինձ վատ կզգամ։ Ժողովուրդ ջան, մենք ենք ես եմ վատ հայր, որ իրանք տենց են։ Հիմա ժողովուրդ ջան, մենք ենք վատ, մենք ենք փչացած, որ մեր հոգևոր հայրերը պոռնիկ են, հասկանում եք։ Եվ այտենց դուրս հանել, խոսել ու այդ ամեն ինչս բան տենց հաճույք ստանալ, որ տեսեք, հիմի դավայ մտնեք մի կաթողիկոսի բանի տեղաշորի մեջ, ում ոնց է արել, ոնց է որտեղից, ինչ ծակից, որ ռեստորանում, որ բանում, հասկանում եք։ Ու ինչ, աշխարհը նայելու է, ասի յախք։ Ասելու է յախք ընդհանրապես։ Ում ենք զարմացնում, ում ենք ուզում վատություն անել, ես դա չեմ կարող հասկանալ։ Իհարկե, եթե գոնե մի այսքան պարկեշտություն ունենար եկեղեցական էլիտան, հրաժարական կտար անհամաձայնության համար, ասենք, համաձայն չլինի կաթողիկոսի գործունեությանի հետ դրան անցնենք, հա, գործունեության հետ, այդ բարքերի հետ, բան, հա, ու ինքնամաքրվեր, բայց այդպես չի լինի։ Հիմա մյուսը երզասա ինչա կաթողիկոսի հորողբոր մորքուրնա ով է չգիտեմ շատ լուրջ իշխանություն ասում է որ նա օտար երկրյա գործակալ է Ռուսաստանի համար գործակալություն է արել մեր դեմ Հայաստանի Հանրապետության դեմ ժողովուրդ դա լուրջ մեղադրանք է դա այդ ինչ է որ մի հատ ինչ որ մի հատ ապուշ ընդդիմադիր ելնի ասա Նիկոլ դու դավաճան ես բան ես դուսա տալի որովհետև իրականում եթե ասենք լուրջ մոտենանք, դա եթե դու դավաճան ես ասում մարդին, դա լուրջ քրեական հետապնդման է, ենթակա պետքա վարույթ լինի, պետքա ապացուցես մեղք, լուրջ բան է, էլի, տենց չի, որ պրոստը հայոյանք ես տալի։ Հիմա եթե այդ մարդը այդ կաթողիկոսի աչ թևնա, աչ ինչնա, չգիտեմ, թե Ռուսաստանի թեմի առաջնորդն է, նու լսել եմ։ Եթե ինքը իսկապես գործակալ է, դա լուրջ բան է, դա պետք է քրեական հետապնդում բան արվի իր հանդեպ։ Ու այդ քահանաներին ու բաներին, այդ այսպես ասած եկեղեցականներին պետք է հետապնդել ոչ թե իրանց անձնական կյանքի վերաբերյալ, գնաց մտնես տեղաշորի տրուսիկի մեջ, հասկանում եք, այլ դրա համար եթե իրենք հակապետական գործունեություն ծավալել են, թե չէ, այդտեղ պետք է փորես։ Այդտեղ պետք է բան անես ոնց որ ասում են ջրի երես հանես իրենց մեղքը ոչ թե Աստծու հանդեպ Աստծու դեմ հիմար բաներ եք խոսում ինչ որ ժողովուրդ ջան 21-րդ դարն է եկեղեցին մի ինստիտուտ է որը որ անհրաժեշտ է որը որ պետք է ինչ որ մի դիմակ հակած լինի ինչ որ բան տենց ասենք ինչ որ տենց չգիտեմ գիտեք նույն բանն է որ ասի ԶԱԳՍ-ի վարիչը որ խոսում է ընտանիքի
կարևորության մասին, ասենք ջահելներ եկել են փսակվեն ինք ասում Հայաստանի Հանրապետության օրենքով դուք պարտավոր եք ՏՌՖՍ բան խոսում, բայց հնարավոր է ինքը 10 անգամ փսակվե բաժանվել է։ Ուղղակի իր ֆունկցիան է, դա ասել, որ ընտանիքը դա կարևոր բան է, բան չէ։ Նորմալ հագնված է շորտիկներով չի, ստրինգերով չի այդ կնիկը այդ ձեր զաքսիցիոն, որը որ զաքսա ձեզ անում, չէ։ Ինչու արարողություն է պետական։ Նույնն էլ եկեղեցին է։ Քանա պիտի ասենք իր շորը հակած լինի, իր աղոթքը իմանա, իր բան, որ մարդիկ իրան հավատան գնան, բան տենց ասենք, ես տենց եմ վերաբերվում։ Բնականաբար կան մեջներ երևի թե կան մեջները իսկապես հավատացյալ, որոնք որ տենց ծոմ, մոմ, պահում են, բան տենց կուսակրոն են, երբ որ երազախապ են լինում գիշերը, հետո գնում են աղոթում են մեղքերի համար, բան, հնարավոր է եւ տենցներ էլ կան։ Բայց ընդհանուր առմամբ այդ ինստիտուտը ինչ որ տես մի հատ տես թանգարանային ինստիտուտ է, որը որ անհրաժեշտ է, ու գառլխելով, փչացնելով այդ ինստիտուտը մենք ոչ մի բան չենք հասնի։ Ոչ մի բան չենք հասնի։ Պետք է ուղղակի այն քահանաներին, այն հոգևորականին, որոնք որ օտար երկրյա գործակալ են եղել, Հայաստանի քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկեց բրծանեց։ Всё, այդտեղ լինի մաքրություն։ Կաթողիկոսն է գործակալ եղել, կաթողիկոսին բռնեք։ Իրա փող զամնա գործակալ եղել, գործակալ, բայց տրուսիկի մեջ մի մտեք, ամոթա, մարդու մեջ սեքս արե, ու մետ ինչ արե, ու դուք ապուշ չեք արա։ Ամոթա տես բաների մասի խոսել։ Ժողովուրդ, այդ ինտիմ թեմա է, այդ անտերը չեն անում տենց, այդ համազգային պորնոն որտեղից արա մեզ, դա ինչ բան է։ Սկզբից սկսվեց դերասաններից, որ դերասաններին են նկարում գցում բան, այդ Սիսրայի տեղաբեսին է, տեղացին բռնել են բան, էշեշ ինչ-որ բան, հա։ Հիմա անգել են քանը, վաղը մյուս օր կսկսեն բանը, ազգային ժողովի սրա կնիկը, նրա կնիկը, սրա տղեն, սրա բան, յախ կանա, հետո լավ, շնորհք։ Օֆ, լավ, շատ խոսեցի, ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Գրանցվեք ալիքից, ամսի 12-ին Stage-ում խաղում եմ stand-up and jazz, դա նոր ներկայացում է, չկարծեք թե նա որ արդեն տեսել եք, ուղղակի ես չգիտեմ դա ոնց կոչեմ, ես համ stand-up եմ անում մի փոքր, համ ասենք jazz եմ երգում տեղեքի հետ, շատ լավ խումբ եմ հավաքել պրոֆեսիոնալ երաժիշտներ են բոլորը, կեսը ստեն ավարտել, կեսը Հայաստանի կոնսերվատորիան, հա, շատ լավ բան է ստացվել, շատ հաճելի ժամանակ կանցկացնենք, Տոմսերը թիկետ միկետում է, Նույնիսկ ռեկլամը տեսել եք, բայց եթե չեք տեսել, ապա մյուս YouTube կտեղադրեմ։ Վերջ շնորհակալություն։ Էսել կնոպկեն։ Ինչ եք անում նոյեմբերի 12-ին ժամը 8-ին։ Եկեք stage, stand-up and jazz։ Jazz-ը միքսել ենք։ Համա սպասեք հələ, յա։ Stop։ Jazz-ը միքսել ենք stand-up-ի հետ։ Մեծ լավ բան է ստացվել ժողովուրդ ջան։ Տոմսերը թիկետ միկետում ավաճառվում։